2020 թվականից հետո Հայաստանն առնվազն մի քանի անգամ կանգնած է եղել լայնամասշտաբ պատերազմի առաջ։ Պատերազմի մեջ ներքաշվելու վերջին փորձերից մեկը եղել է 2023 թվականին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով տասնամյակներ շարունակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի քաղաքականությունը հիմնված է եղել մեկը մյուսին ատելու գաղափարի վրա։ Սիմոնյանի կարծիքով իշխանությանը որոշ չափով հաջողվել է կոտրել հայ ժողովրդի մեջ այդ բարդույթը, մինչդեռ Ադրբեջանում դեռևս ոչինչ չի փոխվել։ Իրանց համար իմ ընկալմամբ էդ է դժվարությունը, ոնց ապրել, ոնց պահել այդ իշխանությունը եւ չունենալ արտաքին թշնամի, որի վրա միշտ կարելի է բոլոր խնդիրների հետ կապված հղում կատարել կամ որով միշտ կարելի է սպառնալ։ Հիմա դուք մեզ բոլորով մեղադրում եք Հայաստանի, չգիտեմ, թուլացման, պարտության եւ այլի մեջ, միևնույն ժամանակ Ադրբեջանը իր ներքին շուկայի համար նաև արտաքին շուկայի համար ձևավորում է, փորձում է, բարձրավոր արդեն չի էլ ստացվի, ձևավորել մի Հայաստան, որը պատրաստվում է նորից հարձակվել իրանց վրա։ Սիմոնյանը վստահ է, խաղաղության պայմանագիրը հնարավոր էր 1 տարի առաջ էլ ստորագրել, եթե Ադրբեջանում լիներ այդ քաղաքական կամքը եւ ոչ միայն։ Նրա խոսքով քաղաքականությունը դա առևտուր է։ Այդ առևտուրը միջպետական առևտուր, Ադրբեջանը կարող է առևտուր անել Ռուսաստանի հետ, Իսրայելի հետ, ԱՄՆ-ի հետ, Ֆրանսիայի հետ, նույնը պետք է եւ անում է ինչ-որ ձևով Հայաստանը, նույնը Վրաստանը, բոլոր երկրները դա անում են։ Այդ առևտրի տրամաբանության մեջ ինքը այդ պահը համարել է ոչ ճիշտ։ Հիմա մենք իրավիճակ ենք ստեղծել, որտեղ իրոք ամբողջ աշխարհը ասում է, լավ, եղբայր, համաձայնեցված է, չէ՞, 17 կետը, բայց ինչի՞ չեք ստորագրում։ Ազգային ժողովի նախագահը հավելել է, աշխարհի տարբեր երկրների կողմից պայմանագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալ ողջույնները քաղաքական մեսիջներ են ուղղված Ադրբեջանին։ Եղբայր, կնքի այդ պայմանագիրը, եղբայր, պետք չի սեն շարունակել։ Էլ չեմ ասում այդ անձնական շփումների Եվրամիության եւ տարբեր կառույցներում վերաբերմունքի ձևավորումը, դրանք բոլորը քաղաքականության մեջ մեսիջներ են պետությանը։ Ապրիլի 12-ին Անտալիայում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ Բաքվի գլխավոր դիվանագետը կրկին Հայաստանից պահանջել էր փոխել սահմանադրությունը եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլապես ըստ Ջեյհուն Բայրամովի խաղաղության օրակարգ հաստատել հնարավոր չէ։ Ազգային ժողովի նախագահը կարծում է, որ Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականությունը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ հայկական կողմն այդ ամենին տվել է լեգիտիմ եւ հստակ պատասխան։ Հայաստանի կողմից, Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից հնչեցված պատասխանը կարծում եմ բոլոր այդ մտահոգությունները փակում են, որ վարչապետն է դրա մասին խոսեց Ազգային ժողովի ամբիոնից, բոլոր այդ խնդիրները քննարկել են, բոլոր այդ խնդիրները լուծումներ ունեն, բոլոր այդ խնդիրների մեծ մասը հասցեագրված է խաղաղության արդեն իսկ համաձայնեցված պայմանագրի մեջ, եւ ես կրկնում եմ, որ կարծում եմ ադրբեջանական կողմը մի փոքր ինչ անակնկալի է եկել այս մեր համաձայնության հետ կապված։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին, նշելով դրանք ընդունելի չեն որևէ պարագայում։ Օրերս Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որի համաձայն 2018 թվականին Հայաստանում եղել է իշխանազավթում, ապա նաև մեղադրել հայ ժողովրդին իր կատարած ընտրության համար։ Այս հայտարարությանն անդրադարձել են թե Ազգային ժողովի նախագահը եւ թե փոխնախագահը։ ԱԺ նախագահը մասնավորապես կոչ է արել։ Դե գիտեք ինչ, ինքը որ մեր մասին վատ բան ասում, մեր վարկանիշը բարձրանում է։ Ես նույնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսյանին հաջորդ ընտրություններին իր դեմքով արդեն հանդես գալ ընտրություններին, մասնակցել բանավեճի, հանրային հեռուստատեսության, որը նախատեսված է օրենքով, քարոզ արժավ անցկացնել, քաղաքական գործ չի, որը որ տենց հայտարարություններ անում ճիշտ տրամաբանությունը դա է։ Ինչ վերաբերում է այդ բարերին կապիտուլյանտը բան, ասենք մերժվածի կողմից մենք արդեն ասել ենք, նախ ինքը հայ ազգի կողմից մերժված եզակի ազնվորությունն է, երկրորդը կապիտուլյանտն է ինքը, որովհետև այն ամեն ինչ որ ինքը արել է Հայաստանի բանակի հետ, այն ինչ որ իրանք արել են Ղարաբաղի հետ, կարծում եմ նես չի, չէ՞ որ մի գիշերվա մեջ այն ամեն ինչ որ 2020 թվականին տեղի ունեցավ։ Ռուբեն Ռուբինյանն էլ Սերժ Սարգսյանին հիշեցրել է սեփական խոսքերը։ Սերժ Սարգսյանին պատասխանեմ 2018 թվականի ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանին ցիտելով։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Մի հարց տամ էլի, եթե ինքը ասում է, որ հայ ժողովուրդը սխալվեց, մեծ հաշվով դա էր ասում երևի Սերժ Սարգսյանը, չէ՞ որ մոլորեցին հայ ժողովրդին։ Լավ, ենթադրենք իր տրամաբանությամբ մոլորեցին։ Հետևաբար ինչու է 2018 թվականին տեղի ունեցած իշխանազավթումը։ Ով ա ումից զավթել իշխանությունը, ոնց ինչ մեխանիզմով, դու պատասխան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի եւ Եվրոպական խորհրդի նախագահների նախաձեռնությամբ կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման շրջանակներում հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրին, ըստ որոնց կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Անդիմադիր թևը պարբերաբար հիշեցնելով վերոնշյալը կառավարությանը մեղադրում է, նշելով թե այս հայտարարության պատճառով է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները զրկվեցին իրենց գործառույթներն իրականացնելու իրավունքից, ինչն էլ հանգեցրեց Արցախի հայաթափմանը։ Ռուբեն Ռուբինյանն էլ հիշեցրել է. Պրահայի հայտարարությունը ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերին, իսկ Փարուխի, Խծաբերդի եւ այլ դեպքեր, իսկ հիշեցնում եմ ինչ դեպքեր են, երբ որ ադրբեջանական զինված ուժերը օրինակ գրավեցին Խծաբերդ գյուղը, վերցրեցին վերահսկողության տակ, մինչև այդ ՊԲ վերահսկողության տակ էր, դրանից հետո ադրբեջանական։ Նույնիսկ Փարուխը դրանք տեղի էին ունեցել 2022 թվականի հոկտեմբերից առաջ, հետևաբար ասել, որ ռուս զորախումբը, այո, ինչ որ հայտարարության պատճառով էր, որ չմիջամտեց, փաստագրված է, որ այդպես չէ։ Ալեն Սիմոնյանն էլ խոսել է միջպետական հարաբերություններից եւ մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք տոնական շքերթից։ Ըստ ազգային ժողովի նախագահի միջպետական հարաբերությունների մեջ լինի դա Եվրամիության հետ, Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ի հետ եւ այլն, կա Հայաստանի Հանրապետության դիրքորոշում, որը Հայաստանի Հանրապետության իշխանությունը պահում է եւ առաջ տանում։ Այդ հաղթանակը, մայիսի 9-յան հաղթանակը մեր հաղթանակն է։ Մենք 300,000 զոհ ենք տվել, 300,000 մարդ, հայ մարդ գնացել եւ չի վերադարձել, ել չեմ ասում, որ ներողություն եմ խնդրում, բայց դիմադրության շարժումներում տարբեր դաշնային զորքերում էլի հայեր են եղել, որոնք մասնակցել են, դա մեր հպարտության օրերից մեկն է եւ ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ եւ այլ տենց բաների հետ։ Ազգային ժողովի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունեցած ընտրություններին եւ եւս մեկ անգամ նշել, քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում չի պարտվել։ Իսկ ի պատասխան հարցի, թե այս ընտրությունները որքանով են արտացոլում 2026 թվականին սպասվող ընտրությունների ելքը, քաղաքական գործիչները վստահեցրել են, մեկը մյուսի հետ որևէ կապ չունի։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։